Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի վերացման ուղղությամբ։ Զեկուցվել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի, ընթացիկ նորոգման, փոսալցման ու ճակալեցման աշխատանքներ։ Սահմանված ժամանակացույցով շարունակվում են նաև հարթ և թեք տանիքների նորոգման, ինչպես նաև շքամուտքերի վերանորոգման աշխատանքները։ Խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և մշտական հսկողություն սահմանել խոթընձի պատշաճ կազմակերպման ուղղությամբ։ Անդրադառնալով քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժգծերի հեռախոսահամարների աշխատանքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը բարձրացվող հարցերին տրվող պատասխանների և լուծումների նկատմամբ։ Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներով բնակչությանը թեժգծերի հեռախոսահամարների մասին լրացուցիչ իրազեկելու ուղղությամբ։ Երևանի համաչափ զարգացման հայեցակարգի ու զարգացման քառամյա ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են 2015 թվականին նախատեսված աշխատանքները։ Նախանշված ծրագրերի հիմքում էլ կրկին դրվել են բնակիչների կողմից բարձրացվող խնդիրների լուծումներն ու հաշվի են առնվել նրանց առաջարկները։ Մայրաքաղաքում լայն թափով իրականացվող աշխատանքների ընթացքին այս շաբաթ քաղաքապետը հետևեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։ 2014-ին բարեկարգված 400 բակերի թիվն այս տարի կավելանա ևս շուրջ 400-ով։ Նախանշված ծրագիրն ընթացքի մեջ է այս տարվա հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացումն էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին Էրեբունի վարչական շրջանում կատարեց։ Որի շնորհակալություն է ձեզանից, որ շատ տարվա մեր հիշողությունը դուք վերականգնեցիք։ Ձեր հետևում մեր դատի խաղաղ դոնի վիճակը եւ այսօրվա վիճակը։ Գոհենք ձեզանից շնորհակալություն ամբողջ բնակչության կողմից, որ այո։ Մեր երեխեքը իջնում են էլ չեն ուզում տուն բարձրանան։ Մաքուր, լավ, հավեսի խաղում են, մենք էլ ուրախ ենք։ Բարեկարգում են երեխաների համար հանգստի վայր, խաղահրապարակներ, մարզվելու ամենակարևորը։ Եվ դաստիարակվելու համար ստեղծեցին լավ պայմաններ։ Սենց գեղեցկություն ես չէի պատկերացնում։ Իրոք որ շատ հոյակապ, երեխեք արդեն իրանց խաղահրապարակն ունեցան։ Տեսի մեր երեխեք արդեն դարել են 30 տարեկան, 35 սենց բան չէին տեսել։ Ամի փառք Աստծո թորերս են ուրախանում։ Առաջ պատանից նայում ենք զիբիլ, կեղտ, ժխոր, իսկ մի նայում ենք ակուրատնի, կուլտուրական, մարտիկաթորները դրած նստում են, երեխեքը խաղում են։ Կատարած աշխատանքն առավել ակնհայտ ու շոշափելի է դառնում հատկապես այն ժամանակ, երբ տասնամյակների դադարից հետո ընդամենը մի քանի ամսում անխնամ բակերի ու ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում ձևավորվում է լիարժեք հանգստի կազմակերպման յուրօրինակ միջավայրը։ Կատարված աշխատանքների շրջանակում շուրջ 4000 քառակուսի մետր տարածքը հիմնովին բարեկարգվել և ապահովել է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Շնորհավորելով բնակիչներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց նրանց բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Նաև վստահեցրեց, որ նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական։ Վերջապես մենք զգացինք, որ դարձանք նորից Երևան քաղաքի բնակիչ։ Զբոսայգի է դաղել, շատ հետաքրքիր է անցնում մեր օրը։ Մեր բակում շատ լավ խաղահրապարակ կա, ջրավազան։ Ամառային արձակուրդներում մենք ավելի լավ կխաղանք ու ավելի կզվարճանանք։ Առաջ ոնց ասեմ, եսի ինչ էր, ոչ մի բան չկար, ոչ ֆանտան, ոչ բան։ Հիմա ինչ ասես կա։ Համ ֆանտան, համ բիսեդկաներ, համ սղարան, համ տրինաժորներ, ու ամեն ինչ կա։ Ծրագրերի շարունակականությունն ապահովված է նաև մայրաքաղաքի կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման մասով։ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը ևս տասնամյակների դադարից հետո բոլորովին նոր հարմարություններով իր դռները բացեց սաների առջև։
Այսօր մենք ունենք շատ հիանալի պայմաններ, երեխաները սիրով են գալիս դպրոց, շատ հաճույքով սովորում են, սպասված էր այս ծրագիրը բոլորիս համար եւ այսպիսով կարող եմ ասել եւ բոլոր մշակութային կրթօջախները այսպես վերանորոգվեցին եւ մենք բոլոր տնօրեններով գոհ եւ շնորհակալ ենք։ Ես սովորում դաշնամուրային բաժնում։ Դե իհարկե վերանորոգումից հետո ավելի հաճելի է դարձել սովորելը եւ ավելի հաճույքով ենք հաճախում դպրոց։ Բոլոր պայմանները ինչ որ անհրաժեշտ են երաժշտի համար եւ հոգեվոր եւ ինչ ասեմ ֆիզիկական ամեն պայմանները կա շատ եւ սիրո մթնոլորտ է։ Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվել ու իրականացվում նաև Նուբարաշեն վարչական շրջանում։ Այս տարի վարչական շրջանում ամբողջությամբ լուծում կստանա նաև շախմատի դպրոց ունենալու հարցը։ Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելեց կառուցվող շախմատի դպրոց, հետևեց իրականացվող աշխատանքների ընթացքին։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը եւս կկահավորվի համապատասխան գույքով ու կգործի անվճար։ Առանձնակի կարևորելով շախմատի դպրոցի կառուցումը վարչական շրջանի ղեկավարն ընդգծեց, որ Նուբարաշենի շախմատասեր մանուկների եւ պատանիների համար այն իսկապես սպասված ծրագիր էր։ Նուբարաշենում սպասված հերթական ծրագիրը շուրջ 2 հեկտար զբաղեցնող կենտրոնական այգու վերակառուցումն է։ Այցի շրջանակում քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց կազմել հանգստի գոտու վերակառուցման նախահաշվային բոլոր փաստաթղթերը, որպեսզի այն ներառվի 2016-ի այգիների բարեկարգման ծրագրում ու եւս լուծում ստանա։ Ես սիրուն ես այգին, ֆերմացիան են գելի, որտեղ մեր ունենք, չունենք ես այգին ունենք էլի։ Այնտեղ են պլակատը դրած, նախագիծը, մյուս տարի, հաստատ ծրագրում դնելու են, բայց կամ 100% կավարտենք մյուս տարի, կամ ոչ, երկրորդ տարին կավարտենք, որտեղ մեծ ծավալի աշխատանք է։ Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելեց նաև Նուբարաշենի Սրբոց նահատակած նորակառույց եկեղեցի։ Քաղաքապետի հանձնարարությամբ եկեղեցու հարակից տարածքը բարեկարգվել է, տեղադրվել են նստարաններ եւ աղբամաններ, իրականացվել է ծառատունք։ Շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպեց նաև վարչական շրջանի աշխատակազմի հետ։ Առանձնակի կարևորելով բնակիչների հետ մշտական կապի ապահովումը, Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուների առջև հստակ խնդիր դրեց բնակիչների հետ անմիջական շփման միջոցով առավել տեղեկացված լինել նրանց կողմից բարձրացվող խնդիրներին ու հնարավորին արագ լուծում տալ դրանց։ Երբեմն մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները վթարավերականգնողական կամ այլ գործառույթ իրականացնելիս չեն ապահովում անվտանգության սահմանված չափանիշները։ Երևանցիները հաճախ չգիտեն, թե որ կազմակերպությունը ինչ բնույթի եւ ինչ տևողությամբ աշխատանք է ծավալել։ Խնդրին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձավ նաեւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշելով, որ սա անթույլատրելի գործելավոճ է։ Մեծ թե փոքր այն վթարները, որ լինում են Երևան քաղաքում եւ ծրագրային աշխատանքները միջև համապատասխան նշաններով երթևեկելի մասը չկահավորվի համապատասխան թե վարորդների կողմից, թե քաղաքացիների կողմից նկատելի չլինի, թույլտվություն վարչական շրջանի ղեկավարները մեր համապատասխան ծառայությունները չտարամադրեն։ Կապ չունի կենտրոնական փողոցներ կլինի, կենտրոնական մայթեր կլինեն, պետք է ապահովեն բոլոր կանոնները։ Սա շատ խիստ հսկողության տակ պետք է պահվի։ Խրամուղիների քանդման, խողովակաշարերի, մալուխագծերի անցկացման կամ նորոգման անվտանգության պայմանների ապահովման եւ գործընթացի քաղաքակիրթ իրականացման սահմանված չափանիշների վերաբերյալ Երևան ջուր, Երևան գազ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերություններին եւ բջջային կապի օպերատորներին հիշեցման ծանուցումներ են ուղարկվել։ Ընդ որում չափանիշները վերաբերում են նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր եւս պարտավոր են նախ դիմել տվյալ վարչական շրջանների աշխատակազմ,
ստանալ թույլտվություն, անվտանգության եւ սահմանված մյուս նորմերի ապահովումից հետո նոր ծավալել աշխատանք, որն ի դեպ գիշերային ժամերին պետք է կազմակերպվի նաեւ տարածքի արտաքին լուսավորության ապահովմամբ։ Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում ծավալված նմանատիպ աշխատանքների ընթացքին նախորդ շաբաթ հետևում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կարլեն Ղազարյանը։ Պարտադիր պետք է ասֆալտ-բետոնյա ծածկը կտրեն սղոցներով, որպեսզի ավելորդ մակերես ասֆալտի քանդման չիրականացնեն։ Երկրորդը, հանվող հողը պարտադիր պետք է տեղափոխվի։ Երրորդը, պարտադիր ուրեմն հետ լսկանդեղ կան չափորոշիչներ, նայած որ կազմակերպության խորությունից սկսած, ավազի մակերևույթով ներքևը ծածկելով, ավազի հետ լիցքով, շիբինի վերանորոգման աշխատանքներով եւ ասֆալտապատման ներքին եւ վերին շերտերի սանտիմետրերը ճիշտ ապահովելու, որպեսզի հետագայում մենք չունենանք այդ փողոցներում, բակերում, մայթերում նստվածքներ։ Տեղերում ի հայտ եկած որոշակի թերությունների շտկման վերաբերյալ տրվեցին հանձնարարականներ, բավական շատ էին այն դեպքերը, երբ պարտադիր համարվող ոչ բոլոր բաղադրիչներն էին ապահովված։ Ովքեր չափորոշիչներով չեն անում եւ չեն ապահովում անվտանգության բոլոր չափանիշները, ուրեմն մեր կողմից լինելու են վարչական խիստ տուժերի եւ տուգանքների են ենթարկվելու։ Իսկ կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում խիստ եթե կրկնվեն նման դեպքեր, նաեւ չի տրվելու թույլտվություններ։ Նախկինի նման այսուհետ եւս գրեթե բացառվելու են այն դեպքերը, երբ հիմնանորոգված փողոցներում քանդման աշխատանքների թույլտվություններ տրվեն, քանի որ Երևանի քաղաքապետարանը նախապես կենսապահովման բնագավառի բոլոր կառույցներին տեղեկացնում է այս կամ այն աշխատանքը, մինչև փողոցի նորոգումը ավարտելու անհրաժեշտության մասին։ Ինչևէ, ամփոփելով այս շրջայցի արդյունքները, փաստենք, որ վթարավերականգնողական կամ մասնագիտական այլ աշխատանքները սահմանված չափանիշներով իրականացնելու առումով ամենապարտաճանաչը Երևան ջուր ընկերությունն էր։ Երևան ջուրը միշտ փորձում է պահպանել բոլոր այն կանոնակարգերը, որը որ Երևանի քաղաքապետարանից կա, ապահովելով բոլոր անվտանգությունը, ունենալ լոգոն, որ աշխատանքներն է կատարվում, լինում են դեպքեր վթարային ժամանակներում, որը որ լրիվ չի ապահովում, բայց հիմնականում Երևան ջրի հետ հաճելիորեն նաև մեր համագործակցությունը ստացվում է։ Նմանատիպ շրջայցերը մայրաքաղաքում պարբերական բնույթ կկրեն։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախազրահը սովորաբար մարդաշատ է համերգային երեկոյի շտապող արվեստասերներով։ Այս անգամ սակայն գլխավոր միջոցառումը հենց այստեղ էր՝ գունանկար, քանդակ, խեցեգործություն եւ դեկորատիվ կիրառական արվեստ, Հայաստանի պատմական անցյալը մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների, կերպարվեստի խմբակների սաների գունապնակով եւ պատկերացումներով ներկայացվեց Երևանյան ամառ 2015 միջոցառումների ծրագրի շրջանակում «Իմ պատմական հայրենիքը» խորագրով մրցույթի ամփոփիչ ցուցադրությանը։ Ամբողջը կռվի տեսարաններ են, կան նաև գյուղական միջավայր, ընդհանուր կյանքն է եղել հնադարյան հայերի։ Շատ եմ սիրում հայոց պատմություն, հին աշխարհի պատմություն, այդ պատճառով էլ նկարների մեջ շատ եմ օգտագործում հին աշխարհի սիմվոլներ։ Նախապես ներկայացված ավելի քան 200 աշխատանքներից մասնագիտական ժյուրին ընտրեց 50-ը։ 4 անվանակարգերով առաջին 3 տեղերը զբաղեցրած աշխատանքներից բացի ցուցահանդես մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնվեցին խրախուսական մրցանակներ։ Չէի սպասում, որ կարժանանամ առաջին մրցանակի, ամառ առջևում է կփորձեմ նորանոր գործեր։ Նկարչական խմբակը 11-ամյա Անին կերպարվեստի դասընթացներով է փոխարինել արդեն 1 տարի։ Նրա աշխատանքը այն 4 գործերից մեկն է, որը մրցույթի արդյունքներով արժանացել է մեծ մրցանակի։ Մտահղացումը այսպես է եղել, երբ որ ես մտածում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որը իր ամբողջ կյանքում օգնում է իրեն դժվար պահերին։ Սակայն 1915 թվականի չարիքն այնքան շատ էր, որ պահապան հրեշտակները իզորու չէին մարդկանց պահպանելու։ Ապագա նկարիչներից ու քանդակագործներից շատերի համար սա առաջին մրցանակն էր, ինչն էլ ավելին հասնելու նոր ճանապարհ է։ Ամառային հանգստի շրջանն էլ այդ ուղղությամբ աշխատելու եւ նոր գործեր ստեղծելու լավ հնարավորություն։ Կարևոր է, որպեսզի մայրաքաղաքում այսպիսի նմանատիպ միջոցառումներ տեղի ունենան։ Զարգանա մեր հասակակիցների մշակութային կյանքը, ինչպես նաեւ գիտելիքները, ինչպես չափով նաեւ ճաշակը ձևավորի, որը շատ կարևոր է ներկայումս։
Չնայած Երևանյան ամառ 2015-ը բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ է առաջարկում տարիքային տարբեր խմբերի ու հետաքրքրությունների տերմարդկանց, սակայն ծրագրում ընդգծված է հատկապես երեխաների համար ամառային հանգիստը լիարժեք դարձնելու նպատակը։ Հերթական միջոցառումն Աջափնյակում էր, ուր կենտրոնական զբոսայգում էին հավաքվել ոչ միայն աջափնյակցիները։ Անակնկալներով երեկոն ընթացավ զվարճալի խաղմրցույթներով, երաժշտական ու պարային կատարումներով, ծաղրածուների, ձեռնածուների ու աճպարարների հնարքներով։ Ես այստեղ եմ ընկերներիս հետ։ Շատ լավ ժամանակ անցնում։ Սիրում եմ, որ այստեղ լինում են այսպիսի միջոցառումներ։ Երեխաները ուրախանում են բոլորը, իմ աղջիկներ Միջոցառում են արել բոլոր բալիկների եւ մեծերի համար, դա շատ մեծ բան է։ Ամառվա շոքին շատ լավ է, որ այսպես միջոցառում են կազմակերպել եւ փոքրիկ երեխաները շատ են ուրախանում։ Երևանյան ամառ երամսյա ծրագրի առաջին ամիսը մոտենում է ավարտին, սակայն առջևում դեռ մի շարք նոր ու հետաքրքիր միջոցառումներ են։ Երևանի զբոսաշրջիկներին եւս քաղաքապետարանն առաջարկում է քաղաքի ջերմությունն զգալ։ Երևանի հյուրերին ուղղորդելու է զբոսաշրջային քարտեզը։ Զբոսաշրջիկի համար ամենաառաջին անհրաժեշտ գործիքը որևիցե քաղաքում դա քարտեզն է, հետևաբար մենք նախաձեռնեցինք այս ծրագիրը։ Քարտեզը տպագրվել է 20,000 օրինակով եւ անվճար կբաժանվի հյուրանոցներին, զբոսաշրջային ընկերություններին, օդանավակայանում, սպասարկման կենտրոններում։ Քարտեզը երկլեզու է, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։ Քարտեզում ուրեմն նշված է Երևան քաղաքի հիմնական անհրաժեշտ տեղեկատվությունը, քանի տարեկան է մեր քաղաքը, ինչպիսի կլիմայական պայմաններ ունենք, խորհրդանիշը, ինչ միջազգային կապեր ունենք, ինչպես նաեւ ունենք 10 հիմնական տեսարժանվայր, որոնց վերաբերյալ փոքրիկ լեգենդներ, այսինքն ինֆորմացիա կա, քարտեզի լեզվով եմ ասում լեգենդը, որոնց վրա ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջիկին ինքնակողմնորոշելու համար քարտեզը բավականին տեղեկատվություն է պարունակում։ Քարտեզում բազմազան Երևանն է։ Ունենք 12 կետ ինչ անել Երևանում, այսինքն մեր խորհրդատվությունը։ Պարտադիր ցանկի մեջ է անպայման այցելություն Էրեբունի արգելոց թանգարան, Երևանի պատմության թանգարան, Հանրապետության հրապարակ շատրվանների, այդպես ասած հատկապես ժամի հատվածում, երկժամանոց Երևան City Tour ծրագրից օգտվել, այցելել վերնիսաժ եւ գնել հուշանվերներ, գալ Երևան եւ չլսել ջազ, ուղղակի նշանակում է չծանոթանալ երևանյան շնչին եւ ջազային մթնոլորտին, անպայման փորձել կոնյակ, գնալ Փարպեցի եւ Պուշկին փողոց եւ այցելել փաբերը, այսինքն տեսնել ինչ նոր փաբային մշակույթը, որը զարգանում է մեր քաղաքում, այցելել Մատենադարան, զբոսնել Հյուսիսային պողոտայով, այցելել Կասկադ։ Քարտեզը առայժմ միայն կենտրոնինն է։ Զգա ջերմությունը քաղաքապետարանի туриզմի բաժնի նախաձեռնության մեկնարկն է։ Երևանը կունենա նաեւ մեկ միասնական զբոսաշրջային քարտեզ։ Եվ туриզմն էլ այդ տեսանկյունից օրինակ միջոցառումների կազմակերպման կենտրոնից հանվում է դուրս, տարվում են վարչական շրջաններ։ Իսկ վարչական շրջաններում туриզմի տեսանկյունից մենք այնքան չբացահայտված եւ գողտրիկ վայրեր ունենք, ապագայում կունենանք 12 այսպես ասած փաթեթներ, 12 երթուղիներ, բացահայտելով 12 վարչական շրջանների գեղեցկությունը։ Զբոսաշրջային եւս մի իրադարձություն եղավ անցնող շաբաթում։ Մեկնարկեց Երևան City Tour քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի 4-րդ տարեշրջանը բացման հանդիսավոր արարողությամբ։ Ծրագիրը զբոսաշրջային շատ մեծ կարևորություն ունի, երկժամանոց էքսկուրսիոն ծրագիր է, որի ընթացքում ծրագրի այցելուները գնելով տոմսը կարող են ընտրել նաև լեզուն, 6 լեզվից բաղկացած համակարգի աուդիոգիդի միջոցով կարող են 2 ժամվա ընթացքում լսել տարբեր պատմություններ Երևան քաղաքի պատմության, մշակույթի եւ տեսարժան վայրերի մասին։ Տարեշրջանի առաջին զբոսանքի հյուրերն էին հայտնի արվեստագետներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևան City Tour ծրագրի հետ համագործակցող բազմաթիվ այլ անձիկ։ Ֆանտաստիկ են տպավորությունները։ Ինձ թվում է ավելի շատ հետաքրքիր կլինի
թեկուզ հուշարձանները, շենքերը, ինչ որ տեսարժան վայրերը այս ռակուրսից տեսնել։ Տարբեր մայրաքաղաքներում հաճախ լինելով տեսնում եմ, որ այնտեղ միշտ կան նմանատիպ ավտոբուսներ եւ միշտ դրանք կարողանում են հետաքրքիր կերպով ներկայացնել քաղաքի ամբողջ ջերմությունը, ամբողջ գեղեցկությունը։ Աղջիկս իրականում շատ է սիրում, մենք հանուն իրեն ենք միշտ գալիս, նստում, որովհետեւ ինքը շատ հավանում է երկրորդ հարգը հատկապես, ցանկացած եղանակային պայմաններում ընտրում ենք երկրորդ հարգի տարբերակը։ Բավականին ողջունել է, որ մեր քաղաքում է կա նման ծառայություն, որովհետև տարբեր եվրոպական երկրներով շատ ակտուալ է ու քաղաքի հյուրերին կարողանում ես մի շրջանցով ծանոթացնել քո քաղաքի հետ։ Պետք է ուրախանալ եւ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին, որ սա ստեղծել է Երևանի համար։ Հուսանք, որ սրանից կօգտվեն ոչ միայն մեր քաղաքի հյուրերը, այլ երբեմն կօգտվեն նաեւ մեր երևանցիները, որովհետեւ շատերը ապրելով Երևանում չգիտեն ինչ կա Երևանում։ Ու երեխաներին սա ցուցադրելու համար հրաշալի առիթ է, ու պատահական չէ, որ հրավիրել են հենց երեխաներին։ Երևան զգա ջերմությունը կարգախոսով հանրահայտ երկհարկանի կարմիր ավտոբուսի City Tour զբոսանքի տարեշրջանի մեկնարկն այս տարի Երևանյան ամառ 2015 ծրագրում էր ընդգրկված եւ զբոսանք Երևանով խորագիրներ կրում։ Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցները նոր գույք են ստանում։ 2013 թվականից Երևանի քաղաքապետարանի ամենամյա ծրագրերում ամրացավ նորը շախմատի մարզադպրոցների ստեղծումը։ Ծրագիրը Երևանի քաղաքապետի ու Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ նախաձեռնությունն է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։ Եվ այսպես 2013 թվականից ի վեր Երևանում շախմատի 7 նոր մարզադպրոց է հիմնվել, հիմնանորոգվել են նաև գործող 2 դպրոցները։ Շախմատի մարզադպրոցներ հաճախող երեխաների թիվը գերազանցում է 3000-ը։ Այս թիվը բավականին արագ է ավելանում։ Քաղաքապետի հոգացությունը այս աճին համաքայլ է։ «2015 թվականին գործող բոլոր 9 մարզադպրոցները կահավորվում են։ Մարզադպրոցների գույքային ծրագրով քաղաքապետարանը 15 անուն նոր գույք է տրամադրել Երևանի վարչական շրջանների շախմատի բոլոր մարզադպրոցներին։ Տրամադրվող գույքի ցանկում ներառված են անհրաժեշտ կահույքն ու մարզական գույքը, ինչպես նաև համակարգիչներ, որոնցով առաջին անգամ են համալրվում դպրոցները։ Դպրոցները զրոյից ստեղծվեցին, կահավորման ոչ մի կահավորում չկար բացարձակապես։ Եվ այս միջոցները քաղաքապետարանը ուղղեց շախմատային գույքի ձեռքբերման, սա իր մեջ ներառում է եւ շախմատի խաղաքարեր, շախմատի սեղաններ, շախմատի ժամացույցներ, համակարգիչներ, զգեստապահարաններ, գրասեղաններ, գրապահարաններ, բազկաթոռներ եւ այլն։ Բազմապես տեսակ մոտ 15 անուն գույք է, որը որ ներառում է այս ամբողջը։ Եվ սա այս միջոցներով կահավորվեց մեր բոլոր 9 դպրոցները, այս պահին գործող 9 դպրոցները։ Շախմատի մարզադպրոցներն անվճար են, ծրագիրը շարունակական։ Այս տարի շախմատի դպրոցներ կունենան նաև Նուբարաշեն ու Շենգավիթ վարչականները։